Հայաստանի Հանրապետություն, իսկ վերջի իրադարձությունները ձեր երկրում ցույց են տալիս, որ ոչ թե ուշ, այլ վաղ եք վերադառնալու, եւ դուք եք շարունակելու օգտվել այն բոլոր բարեփոխումներից, որը իրականացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Շնորհավորում եմ համայն հայությանը, 10 միլիոն հայությանը ամբողջ աշխարհում, որ 727,000 մարդու ձայնի շնորհիվ 10 միլիոն հայություն այսօր ունի Հայաստանի Հանրապետություն։ Ինչի մասին էին այս ընտրությունները, սրանք հերթական ընտրություններ չէին, այս ընտրությունը 3 բանի մասին էր. ունենալ պետություն, թե չունենալ պետություն, ապրել խաղաղության մեջ, թե ապրել պատերազմի մեջ, լինել անկախ, թե լինել ստրուկ։ Փառք Աստծո, գիտակից ժողովրդի շնորհիվ հաղթեց պետությունը, հաղթեց խաղաղությունը, հաղթեց ազատությունը։ Իսկ ովքեր էին այն մարդիկ, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունը ամեն գնով փորձում էին մատաղանել կայսրության ոտքերի տակ։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր որ երկու շահ էին հետապնդում։ Առաջինը օտար մայրաքաղաքից իրենց պարտադրված շահերն էին հետապնդում, բոլորս համար շատ հայտնի է, թե որ մայրաքաղաքից էր։ Այդ շահերը այստեղ նրանք ում շահերն էին այստեղ իհարկե կասեմ Մոսկվայից, ուզում եք նույնիսկ ասեմ ում կողմից, ես կաշկանդված չեմ ասել, այդ մարդու անունն էլ կարող եմ ասել, Մոսկվայի Ռուսաստանի Դաշնության նախագահի շահերն էիք սպասարկում այստեղ, ձեր պատերազմի եռագլուխ կուսակցությունը, նաև նրանք իրենց անձնական շահերն էին սպասարկում, քանի որ դուք բոլորը տեսնում եք, որ կոռուպցիայի, թալանի գործով նրանց ունեզրկում են եւ ինչպես վարչապետը ասեց, մինչեւ տարվա վերջ բոմժ են մնալու եւ հաստատ կմնան բոմժ եւ այս ամբողջը արվում էր նրա համար, որպեսզի իրենց թալանը պահեն, բայց չստացվեց։ Այս մարդիկ մեր պատմության ընթացքում, նոր անկախ Հայաստանի Հանրապետության ընթացքում երբևիցե այս աստիճանի ողորմելի ընդդիմություն մենք չենք ունեցել։ Երբևիցե այս աստիճանի ուրիշի շահերը սպասարկող ընդդիմություն չենք ունեցել։ Եվ փառք Աստծո, որ դուք չանցաք, նույնիսկ մանդատները, որ պետք է վերցնեք որպես ընդդիմություն, գնաք ազգային ժողով, դա շատ կասկածելի է դեռ եւ ես ձեզ խորհուրդ կտամ, որ չվերցնեք մանդատները, որտեւ ազգային ժողովում ուղակի բոքսի տանձիկ եք դուք լինելու։ Ուրիշ ոչ մի բանի կարգավիճակում 5 տարի ձեզ ընտրողները ձեզ տեսնելու են բոքսի տանձիկի կարգավիճակում։ Ասելիքս շատ է, այս ընտրություններում այնքան կաշառք բաժանեցիք, որ մինչև օրս հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտում է, եւ իդեպ այն մարդիկ, ես չեմ պատկերացնում, որ արժանապատվություն ունեցող մարդու համար, ով որ ընտրելաձեզ ընդունելի լինի, երբ որ նրանք գլխաքանակով են հաշվում, շունշանգյալի տեղ են դնում կամ ինչ որ այլ կենթանիների տեղ են դնում, սուտ չի, այդ ամբողջը ձայնագրված է, մի փորձեք այստեղ ավելի ծիծաղելի վիճակում գտնվել եւ վերջում ուզում եմ անդրադառնալ Պետրոս Զառուկյանին, ես դա խոսք էի տվել, որ կանդրադառնամ, պարոն Զառուկյան, ափսոս, որ դուք այստեղ չեք, իրականում դուք արատավորում եք Երևանի ավականու այդ բարձր մանդատը, քանի որ դուք ձեր գրառման մեջ զինվորներին, այն մարդկանց, ովքեր որ օր ու գիշեր ձեր ընտանիքի եւ բոլորիս անվտանգությունն ու խաղաղությունն են ապահովում, դուք այդ մարդկանց ոչխար եք անվանել։ Ես չեմ կարծում, որ եթե փողոցում զինվոր տեսնեք, նույն մոտիվացիայով կկարողանաք ասել այդ մարդուն այդ նույն բառերը, եւ եթե մի փոքր արժանապատվություն եւ տղամարդկություն ունենայիք, դուք ձեր մանդատը վայր կդնեիք։ Շնորհակալություն։ Պարոն Փամբուխչյան, արտահերթ ելույթով քաղաքապետի տեղակալ